Բարև ձեզ, այսօր Երևանյան երկխոսություն միջազգային ֆորումի շրջանակում հյուրընկալել ենք ՆԱՏՕ-ի գործընկերության եւ գլոբալ հարաբերությունների հարցերով տնօրեն Քրիստիան Մեսարոշին։ Պարոն Մեսարոշ, շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Հայաստան-ՆԱՏՕ գործակցությունը զգալիորեն ինտենսիվացել է, վերջերս Երևանում հյուրընկալեցինք բարձրաստիճան պաշտոնյաների։ Գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն մասնակցեց Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։ Այսպիսով, ինչպես եք գնահատում Հայաստան-ՆԱՏՕ ներկայիս հարաբերությունները։ Դուք լիովին ճիշտ եք, վերջերս Երևանում էր Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Քևին Հեմիլթոնը, իմ ղեկավարը։ Իսկ դեկտեմբերին այստեղ էր գլխավոր քարտուղարի տեղակալը։ Այսպիսով մեր քաղաքական հարաբերություններն ակնհայտորեն ակտիվացել են։ Կարծում եմ, թեւակողում ենք գործակցության եւ շփումների նոր փուլ։ Սա բխում է ինչպես Հայաստանի, այնպես էլ ՆԱՏՕ-ի շահերից։ Այսպիսով, կարծում եմ, շատ անելիքներ ունենք, սակայն երկու կողմն էլ շահագրգռված է հասնելու գործակցության այս նոր փուլին, ինչը վերահաստատում են նաեւ բարձրաստիճան այցերը։ Ինչպես գիտեք, 2025 թվականի օգոստոսի 8-ից հետո խաղաղության գործընթացների համատեքստում մեր տարածաշրջանում ի հայտ են եկել նոր եւ աննախադեպ հնարավորություններ, ինչ կարող է ՆԱՏՕ-ն առաջարկել Հայաստանին դիմադրողականության եւ պաշտպանական կարողությունների բարձրացման առումով։ Իրավացի եք, մենք ՆԱՏՕ-ում շատ ուշադիր հետևել ենք օգոստոսի 8-ին Սպիտակ տանը տեղի ունեցած հանդիպումներին եւ պայմանավորվածություններին։ Իսկապես բարձր ենք գնահատում Թրամփի վարչակազմի ջանքերը նպաստելու խաղաղությանը։ Խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը շատ կարևոր իրադարձություն էր եւ կարծում եմ ՆԱՏՕ-ն կարող է իր դերը խաղալ։ Դուք նշեցիք պաշտպանական կարողությունների զարգացումը, դիմադրողականության ամրապնդումը։ Այս հարցերը մեր ուշադրության կենտրոնում են, արդեն երկար տարիներ աշխատում ենք այդ ուղղություններով մեր գործընկերների, այդ թվում Հայաստանի հետ։ Սակայն դա անում ենք նաև հենց մեզ համար։ Ես Հունգարիայից եմ, որը միացել է ՆԱՏՕ-ին 1999 թվականին, եւ մենք ՆԱՏՕ-ի աջակցությամբ անցել ենք պաշտպանական ոլորտի վերափոխման գործընթացով, թե անդամակցությանը պատրաստվելիս, թե դրանից հետո։ Եվ կարծում եմ հենց այս փորձն է, որը կարող ենք փոխանցել Հարավային Կովկասի երկրներին, երեքին էլ։ Մենք դա արել ենք նախկինում եւ պատրաստ ենք հաջորդ քայլն անել Հայաստանի հետ այնքանով, որքանով ձեր երկրի ղեկավարությունը դա ճիշտ կհամարի։ Սակայն ակնհայտ է, որ կա երկկողմ գործակցությունն ընդլայնելու հնարավորություն։ Ակտիվորեն քննարկվում է ՆԱՏՕ-ի անհատական հարմարեցված գործընկերության ծրագրում ITPP-ում Հայաստանին ընդգրկելու հարցը։ Ինչ է իրենից ներկայացնում այս ծրագիրը եւ որն է դրա կարեւորությունը Հայաստանի համար։ ITPP-ն համաձայնագիր է ՆԱՏՕ-ի 32 դաշնակիցների եւ գործընկեր երկրների միջև, որի շրջանակում մենք համատեղ սահմանում ենք գործակցության ռազմավարական նպատակները։ Սա ներառում է ռազմավարական, քաղաքական երկխոսություն, պաշտպանական կարողությունների զարգացում, պաշտպանական բարեփոխումներին աջակցություն եւ այլ բաղադրիչներ։ Նույնիսկ օրինակ լեզվի դասընթացներ, համատեղ զորավարժություններ։ Գործակցության շրջանակը շատ լայն է, ահա թե ինչ է անհատական հարմարեցված գործընկերության ծրագիրը։ Այժմ ITPP-ի շուրջ Հայաստանի հետ բանակցությունների վերջնական փուլում ենք։ Հուսով եմ այն շուտով կհաստատվի, եւ սա եւս մեկ քայլ կլինի մեր հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ։ Իդեպ նման համաձայնագիր արդեն ունենք Վրաստանի հետ։ Ակնկալում ենք շուտով նույնը տեսնել նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի դեպքում։ Աշխարհաքաղաքական վերջին զարգացումների եւ ՆԱՏՕ-ի ներսում առկա հակասությունների ֆոնին ինչպիսի քաղաքականություն է որդեգրում դաշինքը իր գործընկերների հետ հարաբերություններում։ Գործընկերային հարաբերությունները կարծում եմ դարձել են ՆԱՏՕ-ի ԴՆԹ-ի մի մասը։ Հայաստանի հետ գործընկերության ծրագիր ունենք արդեն ավելի քան 3 տասնամյակ։ Այդ հարաբերություններն անկյունաքարային են ՆԱՏՕ-ի գործունեության համար։ Սակայն դուք իրավացի եք, երբ մատնանշում եք մեր անվտանգության ոլորտում եւ միջազգային տիրույթում տեղի ունեցող լուրջ փոփոխությունները։ Ականատեսն ենք աշխարհաքաղաքական մրցակցության։ ՆԱՏՕ-ն, ինչպես նաեւ դաշինքի անդամ երկրներն ու գործընկերները պետք է հարմարվեն այս փոփոխվող միջավայրին։ Սա չի նշանակում, որ գործընկերային հարաբերությունները կորցնում են իրենց կարևորությունը, սակայն այժմ մենք դրանք դիտարկում ենք մեր հիմնական խնդիրների՝ զսպման եւ պաշտպանության, դաշինքի հավաքական պաշտպանության տեսանկյունից։ Նաեւ փորձում ենք հասկանալ, ինչպես կարող ենք օգնել մեր գործընկերներին նպաստելու հավաքական անվտանգությանը։ Ահա թե ինչու է տարբեր երկրների, այդ թվում Հայաստանի պաշտպանական կարողություններին աջակցությունն օգտակար նաեւ ՆԱՏՕ-ի համար, քանի որ այդպիսով ամրապնդվում է մեր հարևան երկրների եւ ընդհանուր առմամբ ամբողջ Եվրոպայի անվտանգությունը։ Այսպիսով գործընկերային հարաբերությունները շարունակում են կարևոր լինել, բայց արդեն նոր եւ տարբեր շեշտադրումներով, հաշվի առնելով աշխարհաքաղաքական այն փոփոխությունները, որոնց ականատեսն ենք այսօր։
I see. And what are the expectations? Անկարայում այս տարվա ամռանը նախատեսված է ՆԱՏՕ-ի հերթական գագաթնաժողովը, ինչ ակնկալիքներ կան այս հանդիպումից։ Outcome that NATO states are aiming for. So there's always huge expectations before a summit. Յուրաքանչյուր գագաթնաժողովից առաջ էլ միշտ մեծ ակնկալիքներ կան։ Սա դաշինքի գլխավոր միջոցառումն է, նախապատրաստական լուրջ աշխատանքներ են տարվում, հանդիպելու են անդամ երկրների ղեկավարները։ Հիշում եք, որ անցած տարի նրանք հանդիպեցին Հաագայում եւ պատմական որոշում ընդունեցին՝ բարձրացնել պաշտպանական ծախսերը եւ հասցնել համախառն ներքին արդյունքի 5%-ի։ Սա անչափ կարևոր եւ որոշիչ քայլ էր, որն օգնեց վերականգնել դաշինքի ներսում հավասարակշռությունը, քանի որ եվրոպական դաշնակիցներն ու Կանադան որոշեցին մեծ պատասխանատվություն ստանձնել մեր հավաքական պաշտպանության համար։ Այսպիսով, Անկարայում սպասվող գագաթնաժողովում կտեսնեք այդ խոստումների իրականացումը։ Այդ 5% ծառայում այն հիմնական նպատակներին, որոնք առաջնահերթ են ՆԱՏՕ-ի համար։ Ծախսերն իհարկե ավելանում են, բայց նաև ընդլայնվում են պաշտպանական արդյունաբերությունը եւ Ուկրաինային աջակցությունը։ Ուստի մեզ անհրաժեշտ է ավելի շատ ֆինանսավորում այս առաջնահերթությունները կյանքի կոչելու համար։ Կրկնեմ, այս ամենը ծառայում է մեր հավաքական պաշտպանությանը։ Այսպիսով, Անկարայի գագաթնաժողովում դուք կտեսնեք այս առաջնահերթությունների իրականացումը, 5%-ի վերաբերյալ որոշման կատարումը եւ պատասխանատվության վերաբաշխումը դաշինքի ներսում, Միացյալ Նահանգների, եվրոպական դաշնակիցների եւ Կանադայի միջեւ։ Alliance between the United States on one hand and European allies and Canada on the other. And this is your second time participating. Արդեն երկրորդ անգամ եք մասնակցում Երևանյան երկխոսություն միջազգային ֆորումին։ Ինչպես եք գնահատում այստեղ անցկացվող հանդիպումները եւ ընդհանուր առմամբ Երևան դիալոգը որպես համաշխարհային հրատապ մարտահրավերների քննարկման հարթակ։ Challenges on the present. So I think it's really impressive. Կարծում եմ, սա իսկապես տպավորիչ է։ Երևանն ու Հայաստանը դառնում են հանդիպման վայր։ Եթե նայենք քարտեզին, դուք արդեն գտնվում եք մի քանի տարածաշրջանների խաչմերուկում, եւ Երևան Dialogue-ը դրա վառ ապացույցն է։ Տարբեր թեմաներով քննարկումներ են անցկացվում, հանդիպումներ, որոնց մասնակցում են օրինակ Ֆրանսիայի նախագահը, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը։ Շատ հարուստ եւ անկեղծ քննարկումներ են տեղի ունենում։ Իսկապես տպավորիչ է, որ այս ամենը կարող է անցկացվել հենց Երևանում։ Կարող եք հպարտանալ ձեզնով։ Սա լավ սկիզբ է եւ լավ հիմք հետագայում տարածաշրջանում ձեր դիրքավորման։ Տարբեր տարածաշրջանները Երևանում միավորելու տեսանկյունից։ Ուրախ եմ կրկին Հայաստան այցելելու համար եւ հուսով եմ շուտով նորից կհանդիպենք Երևանում։ So I hope to see you soon back in Yerevan. Thank you. Պարոն Մեսարոշ, շնորհակալ եմ այս հնարավորության համար։ Ես եմ շնորհակալ։ Այսօր մեր հյուրն էր ՆԱՏՕ-ի գործընկերության եւ գլոբալ հարաբերությունների հարցերով տնօրեն Քրիստիան Մեսարոշը։ Շնորհակալ եմ մեզ հետևելու համար։